Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ այսօր մեր հյուրն է Թբիլիսիից Գյորգի Թումասյանը, ով միջազգային հարցերով մասնագետ է, ձեզ բոլորին քաջ ծանոթ, բարոյ պարոն Թումասյան։ Բարոյ ձեզ, պարոն Այվազյան։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Ես էլ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Ես հիշում եմ մեր հարցազրույցը մոտ 2 տարի առաջ, եթե դուք էլ հիշում եք, դուք խոսում եք այն մասին, որ կգա օրը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին կտրամադրեն F-35 ինքնաթիռներ։ Ես կարծում եմ հիմա մենք կարող ենք փաստել, որ այդ օրը շատ է մոտեցել եւ ընդամենը 2 օր առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես հայտարարվեց այն մասին, որ շատ բարձրակարգ տեխնոլոգիաներ Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ կարևոր հետախուզական անօդաչու թռչող սարքեր տրամադրվեցին Հայաստանին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ընդհանրապես կուզեի խոսել J.D. Vance-ի այցի մասին եւ ինչ կարելի է ակնկալել այս այցից։ Տեսանք Nvidia-ի ներդրումները, ատոմային էներգետիկայի մեջ ներդրումները, ինչպես եք դուք գնահատում այս ամենը։ Պարոն Այվազյան, իհարկե ես հիշում եմ այդ մեր հարցազրույցը եւ քննարկումը, բայց ես նաեւ հիշում եմ եւս մեկ քննարկում, որտեղ որ մենք խոսում էինք ապագայի մասին հայկական պետության եւ բազում անգամ քննարկում էինք այն, որ Հայաստանը պետք է նմանվի Իսրայելին, այսինքն փոքր, բայց շատ հզոր, ճշգրիտ այսպիսի բարձր տեխնոլոգիաներով զենքեր ունեցող, հնարավորություններ ունեցող պետություն եւ ասեմ, որ այո, ինչպես ճիշտ գնահատական տվեցիք, շատ ենք մոտեցել այդ իրավիճակին, որովհետև Միացյալ Նահանգները այս այցի եւ ամբողջ գործընթացի ներքո իրականում ոչ թե առանձին արհեստական բանականության ներդրում են անում կամ առանձին թրիփի ներդրում կամ առանձին ատոմակայան, առանձին սա դիտարկել չի կարելի, սա մեկ կոնկրետ ծրագրի մաս է, ուղղակի Միացյալ Նահանգները այսպես չեն անվանում եւ ներկայացնում այս ծրագիրը։ Տեսեք, ատոմակայանի հարցը լուծելով եւ ստանալով մոդուլային ատոմակայան, իսկ դա նշանակում է, որ մենք գործող 375 մեգավատ ժամ ատոմակայանը կփոխարինենք 300 մեգավատ ժամով առաջի մոդուլով, որի գումարը կլինի մոտավորապես 1-ից 1.5 միլիարդ, եւ դա շատ էժան է իրականում եւ վարկերով մենք կարանք նույն TRIP-ի հիմնադրամի շնորհիվ նաեւ դա ֆինանսավորենք եւ շատ առանց խնդիր առաջինը կառուցենք, մնացած 75 մեգավատը փոխարինենք ուրեմն արևային էլեկտրոկայանների միջոցով եւ ընդհանուր առումով հեշտ փոխարինենք ռուսական ատոմակայանը։ Սա բերում է մեզ իրավիճակի, որ մենք ունենանք մաքուր եւ շատ էժան հոսանք, դա կտա հնարավորություն ապահովել TRIP-ի ծրագիրը հոսանքով եւ նաեւ արհեստական բանականության կողմից ներդրումները, բայց TRIP-ի ծրագիրը ապահովելով, որը բացելու է Հայաստանի տարածքով հսկայական լոգիստիկ հնարավորություն են, ներառյալ երկաթուղին, ճանապարհները, գազատար, նավթատար, ինտերնետի մալուխ եւ այլն, հոսանքի եւ այլն, այդ ամենին պետք է ապահովել իհարկե, եւ այդ ապահովումը տեղի է ունենալու հենց այդ ատոմակայանի հոսանքի միջոցով, որտեղ որ մենք երկրորդ, երրորդ, չորրորդ մոդուլները շատ ավելի էժան կարողանանք ավելացնել։ Բայց այդ ամենը բավարար չէ, որովհետև մի այդ էներգետիկան եւ տրանզիտը բավարար չէ, դրան պետք է արտադրություն, բայց Հայաստանում մենք իրականում ինչ արտադրություն կարող ենք ձևավորել, երբեք գյուղատնտեսությունը կամ գործարանները չեն կարող այդ մեծ էֆեկտը տալ, նույն Իսրայելի օրինակին որ նայենք կամ ուրիշ պետությունների, Սինգապուրի, Շվեյցարիայի փոքր հզոր պետությունների, այդտեղ միշտ կա իհարկե լոգիստիկան, միշտ կա էներգետիկան, բայց ամենակարևոր մասն է այդտեղ բարձր տեխնոլոգիաները։ Հիմա Ադրբեջանը ունի նավթ եւ գազ, եւ Վենսի այցի ժամանակ նորից պայմանագրեր են կնքել Սոկարի եւ ExxonMobil-ի միջև, բայց մենք չունենք նավթ եւ գազ, եւ Միացյալ Նահանգները, ինչպես իրական ճշմարիտ դաշնակից, մեզ տալիս են 21-րդ եւ կարող է հաջորդ դարերի նավթ ու գազը, իսկ դա արհեստական բանականությունն է, դա չիպերն են, դա կիսահաղորդիչներն են, որոնց արտահանման ուրեմն աննկարագրելի կարևոր թույլտվություններ են Միացյալ Նահանգները տվել, բայց միևնույն ժամանակ մենք ուշադիր հետևելով Վենսի հայտարարություններին, այդտեղ նկատեցինք իր կողմից ասած
կարևոր արձանագրումը, որ չիպերի արտադրության հարցել է քննարկվում։ Այսինքն, եթե Հայաստանը սկսի կիսահաղորդիչներ չիպեր արտադրել նաև իր տարածքում, ինչպես նաև կիրառել արհեստական բանականության ուղղությունով, իսկ դա կնշանակի, որ նույն Միացյալ Նահանգները, նույն Nvidia-ի խոսքին այդ փոխնախագահը ում հետ որ վարչապետը հանդիպել է, էթնիկ հայ է։ Այսինքն մենք ունենք հսկայական ազդեցություն նույն Կալիֆոռնիայում, որտեղ որ այդ Nvidia-ն եւ ուրիշ Synopsys-ը ուրիշ գործընկերություններն են նրա համար, որ մենք Հայաստանը դարձնենք այդ այսպիսի պետություն, որտեղ որ կենտրոնական Ասիայից եկող այդ հազվադեպ մետաղները, որ այսօր շատ պետք է Ամերիկային, ոչ թե միջև Ամերիկա գնա հասնի, այլ արդեն հենց Հայաստանի տարածքում Փորձ կարողանա երկրների շարքում կդասվի Հայաստանը, որտեղ որ Nvidia-ն այդ կարգի ներդրում է անում։ Այո, այդ կոնկրետ չիպը, որի մասին խոսք է գնում, մոդելը, որը շատ զարգացած է, պարոն Այվազյան, ունի ինչքանով գիտենք միայն Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իսրայելը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան։ Այսինքն Հայաստանը մտնում են Թայվանը եւս, այո, այն ամենազարգացած պետությունների շարքի մեջ։ Եվ դա այո, այս քայլ է այդ F-35-ների, որովհետև հենց Հայաստանում մենք կարողանանք այնպիսի տնտեսություն ձևավորել, որ այդ չիպերը անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտություն լինի, ապա ինչպես պարոն Վենցը ասաց, խաղաղությունին պետք է ուժ եւ առաջի այդ ԱԹՍ-ների մատակարարումը շատ կարևոր է, բայց դա միայն առաջի փոքրիկ քայլն է։ Ինքն պետք է պաշտպանել թրիփը, Nvidia-ի ներդրումները, մոդուլային ատոմակայանները եւ շատ բնական է, որ արդեն կոնկրետ զինատեսակների մեջ եւս փոփոխություններ տեսնենք հայկական։ Համոզված եմ եւ ասեմ ձեզ, որ դուք նաեւ տեսել եք, որ դրա մասին գրառում եք արել, այս VBAT ԱԹՍ-ն ինքը հետախուզական է, բայց նաեւ հնարավոր է, որ ինքը համ հետախուզական, համ հարվածային լինի, եթե այդ որոշումը Միացյալ Նահանգները կկայացնեն։ Զուգահեռ դրա 11 միլիոնի մասն է խոսք գնում, իսկ ով ասաց, որ մենք չենք կարող գնել էլ ավելի շատ։ Որևէ խնդիր դրա չի լինի եւ ուրիշ տեսակի ԱԹՍ-ներ Ամերիկան ունի նաեւ ուրիշ ծանր մենք ԱԹՍ-ների ոլորտում ունենք խնդիր, որովհետեւ Թուրքիան ունի մեծ արտադրություն ԱԹՍ-ների, Ադրբեջանը իհարկե չունի, սա թուրքական է սա։ Բայրակտարը, Ակինչին, Կիզիլելման հիմա եւ ուրիշ վտանգավոր է։ Նրանք մի քանի գլուխ բարձր են, չէ՞, թուրքականից, ես որքան հասկանում եմ։ Իհարկե, ուղղակի խնդիր կա, որ թանկ է, բայց մենք այդ տրիպի հիմնադրամը մեզ հնարավորություն է նաեւ տալիս, որ մենք շատ բան ֆինանսավորենք այդտեղից կամ գուցե ուղիղ չֆինանսավորենք, բայց էժան վարկեր վերցնենք տրիփը ինչպես հիմք դնելու, որովհետև Միացյալ Նահանգները 100 տարով այստեղ պայմանագիր են կնքում, ապա Միացյալ Նահանգների բանկերը մեզ էժան վարկեր կտան, շատ փոքր տոկոսով, երկարատև եւ հայկական պետությունը կկարողանա մրցակցային դառնալ, որովհետև այսօրվա պատերազմը հաղթում է գումարը եւ տեխնոլոգիան։ Այսօրվա պատերազմը հայրենասիրությունը չի հաղթում։ Հայրենասիրը պետքա վճարի հարկերը, պետքա ծառայի իհարկե բանակում, բայց նաև պետք է լինի խելացի, կրթված եւ զարգացած քաղաքացի։ Եվ այդ նպատակով մեզ պետք է այդ տեխնոլոգիաները եւ ֆինանսական ներդրումները։ Հաջորդ քայլերը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ինչ եք տեսնում, պարոն Թոմասյան, օրինակի համար արդեն քիչ է հին երևակայությունը, քանի որ մենք արդեն ունենք ռազմական ոլորտի պայմանագիր, էներգետիկ ոլորտի պայմանագիր, տրանսպորտային, հաջորդը ո՞րն է, ասծես։ Պետք է այս ամբողջական նայենք, հենց ատոմակայանի հարցը սկսենք լուծել, ապա հնարավոր է ատոմակայանը մոտավորապես 2-3 տարում, մի քիչ կարող է ավել 4 տարում կառուցել, այսինքն երբ սկսվի կառուցումը։ Դա նշանակում է, եթե մենք շուտ այդ գործընթացը ավարտենք, ապա մինչև 36 թիվը շուտ կարանք ավարտել եւ ատոմակայանը կարանք 33-32 թվի համար արդեն պատրաստ ունենանք եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ շուտ կարանք փակել այն մյուս ատոմակայանը եւ ել ավելի շուտ ազատվենք այս տարբեր հարցերից։ Խոսքը մոդուլային ատոմակայանների մասին է ատոմակայան։ Այո, եւ առաջի մոդուլը ամենաբարձրն է կառուցելը եւ ամենաերկարատևը։ Իսկ հետո հասկանում եք, հա, եթե 300 մեգավատ ժամը կառուցենք այս միլիարդուկեսով, շատ ավելի էժան եւ արագ, հետո կարող ենք ավելացնել եւս 300, եւս 300, եւս 300 եւ տենց շարունակ։ Միգուցե տեսակ այսօր Տիկին Զախարովայի հայտարարությունը, որ այդ ծրագրերը ընդհանրապես թղթի վրա են եւ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չունի ատոմային այդ մոդուլային կայանները։ Ես այսօր նաև դիտեցի ձեր վերլուծությունը, պարոն Այվազյան, Այդ մասին ուզում եմ խոսենք։
Երկրորդ վերլուծությունն էլ են պատրաստել։ Տեսա այդտեղ ուրեմն երբ Ռուսաստանի ուրեմն անդրադարձակ եւ Ռուսաստանի նոր գնահատականներին մենք կարծում եմ գոհունակ պետք է մնանք նրանից, որ Ռուսաստանը արդեն ջանքեր է տրամադրում մեզ առաջարկներ անելու, գնահատականներ տալու, բայց միևնույն ժամանակ հասարեցիք ծանոթանալ նաեւ ՀԱՊԿ-ի հայտարարությանը, այս երկրորդ հաղորդումը ստիպված եղա պատրաստել։ Ոչ, ՀԱՊԿ-ի մասին ոչ։ Ահա որ։ Դուք ասեք, հետո ես կասեմ։ Ես տեսա այդ հայտարարությունները, որ դեսպանը խոսել է ուրեմն Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության, հզոր Հայաստանի աջակցության մասին եւ իհարկե ձեր գնահատականները կիսում եմ այդ ուղղությամբ, այդտեղին չնչած, հասկանալի է այդ ամենը, բայց ամեն դեպքում դրական է, թող այսպես լինի, վաղուց պետք է այսպես պահին, բայց սա գալիս է նրանից, որ իրավիճակը կտրուկ փոխվել է իշնորհիվ մեր ինքնիշխան քաղաքականությանը, բայց ամեն դեպքում վերադառնալով ձեր հարցին, իհարկե ատոմակայանի հարցը թող Ռուսաստանը չանհանգստանա, Միացյալ Նահանգները այնպիսի տեխնոլոգիաներ ունի, որ նույնիսկ Ռուսաստանն է կախված այդ տեխնոլոգիաներից, Starlink-ները հիմա որ անջատեցին Ռուսաստանի համար, լրջագույն խնդիր ունի ռուսական բանակը, այսինքն թող Միացյալ Նահանգների տեխնոլոգիաներում կասկած չմտցնեն, բացի դրանից մենք մեր հարցերը մի ձև մենք ինքներս կլուծենք, մեզ հաստատ Մարիա Զախարովայի խորհուրդները պետք չէ, մոդուլային ատոմակայանի ուղղությունով խնդիր չի լինի եւ կարծում եմ, որ դա շատ կարևոր հետաքրքիր զարգացում է, բացի դրանից գիտեք, ատոմակայանի հարցը դա լրջագույն անվտանգային եւ նաեւ կախվածության հարցն է, այսինքն հակառակը, որ կախվածություն չունենանք որևէ մեկից եւ դա հայկական պետության համար շատ կարևոր է։ Ուրեմն տեսեք, պարոն Թոմասյան, ինչպես դուք արդեն նշեցիք, ես իմ հաղորդման մեջ ասացի, որ կարծես դրական տենդենս է նկատվում եւ Ռուսաստանում սկսել են անցալել, թե իրականում ինչ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել Հարավային Կովկասում, Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ մուտք է գործել Հարավային Կովկաս, բայց հետո ես հանդիպեցի ՀԱՊԿ-ի ընդհանուր շտաբի ղեկավար գեներալներից մեկի հայտարարությանը ՀԱՊԿ-ի անունից, որտեղ որ ուղղակի սպառնալիք կար ոչ միայն Հայաստանի հասցեին, այլ նաև ամբողջ Հարավային Կովկասի երկրների, եւ նրանք մտահոգություն են հայտնում, որ այստեղ արևմուտքը լուրջ ջանքեր է գործադրում, մուտք է գործում Հարավային Կովկաս, որտեղ որ իրենց ազդեցության գոտի է, այդպես են իրենք հայտարարում, ու ասում են, որ այս ոչ ստաբիլ քաղաքական իրավիճակում, երբ որ ամեն ինչ փուլ է գալիս աշխարհակաղակական այդ ամենը, այսինքն քաղաքականությունը, իրենք տեսնում են վտանգ, որ կոնֆլիկտները կսրվեն եւ այս ամենը կհանգեցնի արդեն կոնֆլիկտների։ Այսինքն փաստացի սպառնալիք է, բավականին լուրջ սպառնալիք է, դուք էլ ծանոթացեք ՀԱՊԿ-ի շուրթերով, եթե Զախարովաները, Օվերչուկները, Տեսպանները կամ Պեսկովները սկսել են այդ ձևի փափուկ հայտարարություններ անել, ճանաչելով Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը, մյուս կողմից մենք տեսնում ենք ՀԱՊԿ-ի կողմից այդպիսի հայտարարություն։ Ես չեմ զարմանում, իհարկե այդպիսի հայտարարությունները որ կա, մենք առհասարակ արձանագրում ենք, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները լուրջ սրվել են, Հայաստանի ուղղությունով էլ իրանք լուրջ վերջի ժամանակահատվածում եւ մենք կարծում եմ դուքել, ես էլ եւ շատերը խոսել են այդ սպառնալիքների մասին, որը Սոլովյովից, ուրիշներից նաեւ հնչում էր Մոսկվայից եւ այս հայտարարությունները այդ տրամաբանության ներսում է, իրականում վարչապետը շատ ճիշտ գնահատական է տվել, որ ասել է այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի անկախությունը փոխկապակցված է, այսինքն եթե մենք ուզում ենք որ Հայաստանը եւ Ադրբեջանը լինի անկախ, այսինքն Հայաստանը հայերի դեպքում Հայաստանը, ադրբեջանցիքի դեպքում Ադրբեջանը, ապա մենք ստիպված պետք է համագործակցենք նրա համար, որ պաշտպանենք այդ անկախությունը մեր պետությունների, ով որ պետությունին համապատասխանում է, հա։ Այդ դեպքում ակնհայտ է, որ Ռուսաստանը ուզում է այստեղ վերահսկողությունը վերադարձնել, բայց դա իր մոտ չի ստացվում, այդ նպատակով առաջերտին կիրառվելու իհարկե Հայաստանում ներքաղաքական իրավիճակը եւ ընտրությունների համատեքստում է սա տեղի ունենալու, բայց զուգահեռ դրա ես նաեւ չեմ բացառում, որ Ռուսաստանը ել ավելի մեծ սադրանքների փորձի դիմել եւ այդ առումով շատ մեծ վտանգ է Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի տարածքում, ոչ պակաս վտանգ է Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը Վրաստանի տարածքում, օկուպացված մեր երկու շրջանում, Ադրբեջանը ավելի պաշտպանված է, իհարկե, Թուրքիայի հետ ունի պայմանագիր,
անվտանգային եւ դա Իրան ավելի պաշտպանված է դարձնում, բայց ամեն դեպքում տեսնում եք, որ նույնիսկ Ադրբեջանին նավեր է Ամերիկան տալու, որը փաստացի մեծ առումով Ռուսաստանից եւ Իրանից պաշտպանվելու օրակարգ ունի, եւ ընդհանուր առումով այո, իրավիճակը Հարավային Կովկասում շատ սուր է, այդից է գալի Վրաստանի նաեւ իրավիճակը, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում իհարկե որոշումը ակնհայտ է, որ այդ պետությունները լքում են ռուսական ազդեցության գոտին։ Մեր դեպքում Հայաստանի մենք շարժվում ենք դեպի Միացյալ Նահանգներ եւ Եվրոպական միություն։ Ադրբեջանի դեպքում դեպի Թուրքիա։ Իսկ ՀԱՊԿ-ը ձեր կարծիքով կարող է որևիցե ձև միջամտել Հայաստանում ընտրություններից հետո ինչ որ զարգացումներ լինեն եւ փորձեն ՀԱՊԿ-ի միջոցով միջամտել։ Տեսեք, ՀԱՊԿ-ի անդամ պետությունները բաժանենք երկու մասի։ Դա Ռուսաստան, Բելարուսն է, որը միասնական են փաստացի, մյուս կողմից դա Ղազախստան, Ղրղստանն է, թյուրքական պետությունների միության երկու անդամ պետություն եւ Հայաստանը, այսինքն Հայաստանը արդեն սառեցված կարգավիճակ ունի։ Ես չեմ կարծում, որ Ղազախստանը եւ Ղրղստանը որևէ գործընթացներում մասնակցեն Հայաստանի դեմ, հաշվի առնելով, որ այսօր թյուրքական պետությունների միության շահն է նաեւ TRIP ծրագրի իրականացումը, եւ երբ Դոնալդ Թրամփը նոյեմբերին հանդիպեց Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հետ Սպիտակ տանը, փաստաթղթում արձանագրված է, որ կապը Կենտրոնական Ասիայի հետ լինելու է ուրեմն Հայաստանի միջոցով եւ TRIP-ի շնորհիվ։ Եվ դրանից հետո հիշում եք Հայաստանը եւ Ղազախստանը ստորագրեցին ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթ, կարևորագույն քայլ առաջ։ Այդ տրամաբանությամբ ասել պետք է ասել, որ եթե որևէ բան տեղի ունենա, դա տեղի կունենա Ռուսաստանի եւ Բելարուսի կողմից, այսինքն Բելարուսը չունի այդ հնարավորությունները, որ Հայաստանում որևէ բան իրականացնի, այն մնում է միայն Ռուսաստանը։ Կարող է ՀԱՊԿ-ի անունը մի ձև ուզենա օգտագործել, բայց իրականում հասկանալի է, որ դա լինելու է միայն Ռուսաստանը, արդյոք կարող է Ռուսաստանը թե չէ, ես կասեմ այո, հնարավոր է։ Շատ մեծ հավանականություն չունի սա, բայց հնարավոր է եւ ռուսական ռազմական ներկայությունը ուղիղ եւ անմիջապես սպառնալիք է հայկական պետականության համար, որովհետեւ կարա լինի օգտագործված հայկական պետության դեմ։ Այսինքն կարելի է փաստել, որ ՀԱՊԿ-ից օր առաջ պետք է դուրս գալ։ Այսինքն վտանգը օրորի ավելանում է նաեւ այդ հայտարարությամբ։ Առաջի հայտարարությունն էլ չէ սա իմիջիայլոց։ Ես կծանոթանամ իհարկե անձամբ այդ հայտարարությանը, բայց այն բովանդակությունը, որը դուք ասացիք, ինձ տպավորություն է թողնում, որ սա աննախադեպ ուրեմն այսպիսի սպառնալիքների խոսքեր է պարունակում մեր հանդեպ։ Ես կարծում եմ, որ սրան նաև գնահատականներ կտրվի պաշտոնական Երևանի կողմից եւ առասարակ ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգը վաղուց է հասունացել է եւ ես իրոք ափսոսում եմ, որ մենք ժամանակին դուրս չեկանք ՀԱՊԿ-ից, առնվազն հիմա դա պետք է տեղի ունենա իմ պատկերացումով եւ ՀԱՊԿ-ում մեր տեղը չկա, բայց սա այս հարցը ես արդեն ասացի, որ ՀԱՊԿ-ով չի սահմանափակվում եւ խնդիրը հենց դրանում է, որ վտանգը շատ ավելի մեծ է եւ ուղիղ որ ասեմ, անմիջապես վտանգը վերաբերվում է նաեւ Ռուսաստանի ռազմական ներկայությունին, որը առանձին փաստաթղթերով է ամրապնդված Հայաստանի եւ Ռուսաստանի միջև եւ մենք պետք է կարողանանք այնպիսի քայլեր անել, որ չեզոքացնենք եւ զրոյացնենք այդ վտանգները եկող ռուսական ռազմակայաններից։ Փաստացի ռուսական ռազմակայանները երբեք չեն օգտագործվել Հայաստանը պաշտպանելու նպատակով, բայց ես կարծում եմ, որ կա հավանականություն, որ կարող օգտագործվի Հայաստանի դեմ։ Իսկ TRIP-ը ինքնին պաշտպանություն ստեղծում է Հայաստանի համար կամ Դոնալդ Թրամփը եւ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները, ուկրաինական ուղղությունը, որտեղ որ Պուտինը ուզում է հասնել հաջողությունների բանակցելով Դոնալդ Թրամփի հետ, այն փաստաթուղթը, որը որ կնքվեց Դոնալդ Թրամփի ներկայությամբ օգոստոսի 8-ին, այդ ամենը երաշխիք է Nvidia-ի ներդրումները։ Այդ ամենը երաշխիք է իհարկե, բայց ֆիզիկական երաշխիք չէ, այսինքն եթե դա ավելի մեծ երաշխիք է, եթե դրսից Հայաստանի վրա որևէ մեկը հարձակվի, բայց պակաս երաշխիք է, եթե ներսից Հայաստանի վրա հարձակվեն։ Այսինքն, եթե Գյումրու ռազմակայանը հիմա գործողություններ սկսի Ամերիկայի Nvidia-ի ներդրումը, որը դեռ նոր է սկսվում, կամ TRIP-ը, որը դեռ չի սկսվել, ինչպիսի երաշխիք պետք է լինի։ Այսինքն ներսի ռուսական ռազմաբազայի ակտիվությունը այլ բան է, իսկ դրսից ակտիվությունը լրիվ այլ։
Այո, առաջերտին պետք է կառուցվի, հա, թրիպը պետք է կառուցվի, Nvidia-ի ներդրումը պետք է տեղի ունենա, ատոմակայանը պետք է կառուցվի, այսինքն սա ապագայի մասին է գործընթաց։ Հիմա Հայաստանին Ամերիկան աջակցում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կայունացնենք։ Ադրբեջանից որևէ հարձակում փաստացի բացառված է։ Առնվազն խոսք է գնում Տրամպի ժամանակահատվածի մասին, բայց ես կասեի ոչ միայն իրականում, ուղղակի շատ կարևոր է, որ մենք ամրանանք, հզորանանք, որ Ադրբեջանը ոչ էլ ուզենա այդ քայլերը անի, դրա օրինակներն է օրերս Պաշտպանության նախարարության կողմից տարածված այդ տեսահոլովակը հնդկական զենքի տեղի մեր ԱԹՍ արտադրության դրա օրինակներ են իհարկե ուրեմն այս ամրոցները, որը կորպուսների սահմանին, հա։ Այո, այդ կարևոր ամրոցները եւ այլն, այսինքն մենք երբեք պացիֆիստ չպետք է լինենք եւ պետք է ազգ բանակ կառուցենք, դա հասկանալի է եւ հույսներս դնենք մեր վրա, բայց Դոնալդ Տրամպից հետո էլ Ամերիկան երբ 100 տարով այստեղ այսպիսի ներդրում է անում, համոզություն եմ ձեզ, որ սա Վաշինգտոնի ուղի է, այլ ոչ թե Տրամպի, ուղղակի Տրամպը այդքան դուք էլ գիտեք, այդքան ինքնա գովազդով է զբաղված, որ ինքը ուզեցավ անվանել Տրամպի ուղի, թե չէ, իրականում սա ամերիկյան ուղի է եւ Վաշինգտոնի ուղի է։ Եվ ամերիկյան ուղին պաշտպանելու է Ամերիկայի բոլոր նախագահները, ինչպես դրա վառ օրինակը։ Հիշում եք Բլինկենի հետ որ ստորագրվեց ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ասում են գնում է այս աշխատակազմը, իսկ դուք ստորագրում եք իրանց հետ, ինչ իմաստ ունի դա, չէ՞։ Պատասխանք ինչ եղեղի ունեցավ։ Եկավ նոր աշխատակազմը եւ շատ լավ շարունակեց։ Ինչքան էլ Տրամպը չքննադատի Բայդենին, ավելի ակտիվ։ այո, բայց ինչքան էլ չգնահատի Բայդենին եւ ամեն օր քննադատում է, չէ՞։ Միևնույնն է, տեսեք, Բայդենի այդ ուղղությամբ շարունակեց, այսինքն Միացյալ Նահանգները պետություն են, որտեղ որ համոզեցնում եմ ձեզ, մենակ նախագահը չի որոշում բոլոր հարցերը եւ ոչ էլ շատ հարցերը, նույնիսկ իհարկե իր դերը մեծ է, բայց սահմանափակ է եւ ամեն դեպքում ես կարծում եմ, որ երաշխիքներ կան, հատկապես Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ուղղությունով, բայց Ռուսաստանի ուղղությունով երաշխիքները ամենակիչն են, որովհետեւ Ռուսաստանը ներսում է գտնվում եւ տեսեք Թուրքիան եւ Ադրբեջանը չունեն Հայաստանի ներսում գործակալական ցանց։ Շատ པարզ, որովհետեւ հայ ազգում նույնիսկ եթե մի քանի գործակալ լինեն, ապա իրանք թաքուն են գործում եւ իրանք ազգային անվտանգության ծառայությունը ուրեմն գործում է այդ ուղղությամբ։ Այսօր փաստացի իրենք նոր փաստաթուղթ հրապարակեցին, թե ինչպես Ռուսաստանը ուզում էր հեղաշրջում իրականացնել Ադրբեջանում, բացահայտեցին եւ հրապարակեցին։ Ադրբեջանը։ Հա, չեմ զարմանում, որովհետև դա իհարկե բացառված չէ, բայց հայկական դեպքում է ամենահետաքրքիրը, որ մենք ունենք հսկայական ռուսական գործակալական ցանց, եւ որը գործում է այն օրակարգով, որը Ռուսաստանին է պետք, եւ եթե որևէ բան չստացվի այդ գործակալական ցանցի մոտ, ապա իրանք հենց կլինեն նրանք, ով Ռուսաստանի զորքերին կարող է այսպես հորդորեն, որ իրանք սկսեն ինչ-որ գործողություններ։ Ու իրենք նաև իրերը իրենց անունով են կոչում, ասում են, որ հենց Ռուսաստանից է ֆինանսավորվել եւ Ռուսաստանի ջանքերով է գործել։ Ինչը չի արվում Հայաստանում։ Այո։ Դե մենք մի քիչ ավելի մեղմ իրավիճակից ենք դուրս գալի, որովհետեւ մեր իրավիճակն էլ մի քիչ ուրիշ է, հա, Հայաստանի տարածքում ռուսական զորքեր կան, ի վերջո, եւ ուրիշ կախվածությունները տարբեր են, Ադրբեջանը թիկունքին ունի Թուրքիան, իսկ Հայաստանը դեռ Ամերիկան եւ Եվրոպան դա պետք է կառուցվի, այն էլ Վրաստանի տարածքով կապերը շատ բարդ են, հաշվի առնելով Վրաստանի արտաքին քաղաքականությունը եւ այլն, խոսքով իրավիճակը բարդ է եւ այստեղ դիվանագիտությունը հաստատ ավելորդ բան չէ Հայաստանի դեպքում էլ, բայց ամեն դեպքում վտանգը ռուսական իրական է, Ադրբեջանին պակաս վտանգ է սպառնում եւ կարծում եմ Հայաստանին է ամենամեծ վտանգը սպառնում։ Իսկ տարածաշրջանից ձեր կարծիքով Իրանի շուրջ ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, հաշվի առնելով, որ եթե այս իշխանությունը մնա Իրանում, այս հոգևոր ռեժիմը, մենք չենք ունենա հյուսիս-հարավ։ Այո։ Փաստացի գիտեք, պարոն Այվազյան, որ Դոնալդ Տրամպը օրերս հայտարարել է, որ պատերազմի համար պատրաստ են եւ ասաց, որ երկրորդ ավիակիրն է նաեւ ուղարկում, ինչքանով հասկանում եմ Ջորջ Բուչի մասին է խոսքը, որովհետև Աբրահամ Լինկոլնը այստեղ է եւ լուրջ ուժեր, աննախադեպ պատմական ուժեր է կոնցենտրացված Մերձավոր Արևելքում, բանակցությունները առաջի փուլը կարելի ասել տապալվեց եւ Իրանը հրաժարվեց ամեն ինչից այդ առաջի փուլի ընթացքում, ինչը փաստացի բերելու է նրան, որ ենթադրում եմ իրավիճակը կարա շարունակաբար սրվել, ես կարծում եմ հավանականությունը շատ մեծ է ռազմական գործողությունների, ուղիղ պետք է ասել իհարկե, մեզ այսօրվա Իրանը
ընդհանուր առումով ձեռ չի տալիս այն պատկերացումով, որ հյուսիս-հարավը փաստացի չի գործելու, եւ Իրանով մենք լուրջ կապեր ապահովելու հնարավորություն չունենք, այսինքն մենք ինչ որ բաներ կարող ենք Իրանով նույն Հնդկաստանի հետ կապ ապահովել, բայց sense տրանզիտ միջազգային, նույն գազի խոսքի, նույն ուրիշ բաների չի ստացվի։ Եթե Իրանում գա արևմտամետ իշխանություն, դա մեր համար կլինի շատ մեծ, աննախադեպ մեծ քայլ առաջ, եւ Վրաստանի արտաքին վեկտորից Հայաստանի կախվածությունը կտրուկ կնվազի, որտեղ այսօր Հայաստանը կախված է նրանից, Վրաստանը գնում է դեպի արևմուտք, թե ոչ, եւ իր ճակատագիրը նաեւ, իսկ ինչ վերաբերվում է, եթե Իրանը սկսի փլուզվել, այ դա մեր համար ամենավտանգավոր սցենարն է, որովհետեւ դուք գիտեք Բաքվում եւ Անկարայում ուրեմն զարգացող այդ հարավային Ադրբեջանի թեման Իրանի տարածքում, որտեղ որ իրանք կարող են փորձել այսպիսի սեպարատիզմ զարգացնել, եթե Իրանը սկսի ինչպես պետություն փլուզվել, այսինքն այս հարցը բարդ հարց է եւ իհարկե ես կարծում եմ ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ Իրանի փլուզումը, դեզինտեգրացումը որևէ մեկին ձեռ չի տալի։ Բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, շատ ուժերին ձեռ չի տալի մի խոսքով։ Շատ շնորհակալ ենք այսօրվա զրույցի համար, պարոն Թոմասյան, նաեւ ասեմ, որ շատերը մեր ալիքի տակ մեկնաբանությունների մեջ գրում են եւ հիշատակում են ձեզ, որ հետեւում են նաեւ ձեր ալիքին, եւ ես էլ կոչ անեմ իմ կողմից, որ անպայման բաժանորդագրվեք նաեւ Գեորգի Թոմասյանի ալիքին։ Շնորհակալ եմ պարոն Այվազյան ինձ հրավիրելու համար։ Իմ ալիքում էլ շատերը գրում են, որ ձեր վերլուծություններն են դիտում, եւ ես իհարկե ուրախ եմ, որ մենք Վրաստանից, այսպես Թբիլիսին եւ Սամսխեջավախքը, Ախալցիխեն, այսպես երկու կարևոր հայկական ձայն ենք ամբողջ համաշխարհային մասշտաբով մեր հայությանը տեղեկատվություն ենք հասցնում եւ այլն շատ հարցերով եւ մեր ներդրում ենք ունենում մեր ազգի զարգացման մեջ։ Շնորհակալ եմ ձեզ այդ կարևոր գործի համար եւ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն եւ հաջողություն, կհանդիպենք։